7-ից հետո ունեք նախընտրած տեխնացու, թե ոչ, եւ ինչու եք հենց այդ տեխնացուին նախընտրում, եթե ունեք նախընտրած տեխնացու։ Իհարկե, առաջին հերթին ես կցանկանայի ունենալ այնպիսի ղեկավար հանրապետության, որը կարողանար իր դիվանագիտական մոտեցումներում այնպիսի դաշնակիցներ ձեռք բերել, որոնք իսկապես գերաշխավորային կոնկրետ երկրի անվտանգությունն ու խաղաղությունը։ Իհարկե ես ունեմ իմ թեկնածուն, թույլ տվեք այս պահին չասել, բայց բնականաբար ես այդ թեկնածուի օգտին անպայման քվեարկեմ։ Իսկ այսօր հանդիպմանը ինչ ակնկալիքով եք եկել։ Ակնկալիքը մեծ է, որ հունիսի 7-ից հետո մեր երկրում իսկապես տեղի կունենա փոփոխություն եւ այդ փոփոխության արդյունքում այս ծանր վիճակից երկիրը դուրս կբերվի։ Ինչ նկատի ունեք ծանր ասելով, ինչ վիճակում է հիմա երկիրը, ինչու են հասել այդ օրվան, այդ հանգրվանին։ Այդ հանգրվանին հասել ենք այն պարզ պատճառով, որ երկրի ղեկը ստանձնեցին մարդիկ, ովքեր չունեին ոչ փորձառություն, ոչ հմտություն եւ ոչ էլ, եթե անկեղծ ասեմ, նաեւ կրթություն, եւ որի արդյունքում այսօր երկիրը հայտնվել է այսպիսի աղետալի վիճակում։ Սա է էականը։ Իսկ այս վիճակից դուրս գալու համար իսկապես կրկնվեմ, անհրաժեշտ է փորձառու հմուտ ղեկավար, որը արդեն կարողացել է ինչ որ ձևով 10 տարիների ընթացքում երկիրը դուրս բերեց ճգնաժամից։ 98 թվականից մինչև 2008 թվականը հանրապետությունում տեղի ունեցան այնպիսի փոփոխություններ, որոնք բնականաբար որևէ մեկը չէր կարողանում մտածել, թե 90-ական թվականների այդ դժվարին վիճակից երկիրը այդպիսի մեծ առաջընթաց քայլերով առաջ կգնա։ Մասնավորապես թե սոցիալական ասպարեզում, թե շինարարության ասպարեզում, հիշենք գոնե, ասենք, այնպիսի ճանապարհներ կառուցվեցին, ինչպես Արցախ տանող ճանապարհը, այնպես էլ նաև մեզ հայտնի այս Լեռնանցքը, որ շատ հաճախ անվանում են Սելիմի Լեռնանցք, կատարվեցին էական փոփոխություններ, միայն մի բան ասեմ, որ Հայաստանը որպես երկիր սուբյեկտ էր իրենից ներկայացնում, նրա հետ հաշվի էին նստում։ Ճիշտ է, փորձում են ներկայացնել այնպես, որ իբր թե Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ինչ որ գաղութ էր եւ այլը, այս պատկերացումները կարծում եմ, որ մեր ժողովրդին հարիր ու վայել չէ, որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, մենք ի վերջո դասեր պետք է քաղենք մեր անցյալից, հիշենք 20-ական թվականները, երբ Հայաստանը կոնկրետ կանգնած էր կործանման եզրին եւ հույս փայփայել, որ թուրքերը եւ ազերիները մեզ հետ հարևանություն, բարեկամություն եւ խաղաղություն կհաստատեն, կարծում եմ անհնարին է, որ հայ եւ թուրքը միասին կողք կողքի ապրեն։ Ճիշտ է, մեր նույն տարածաշրջանում ենք ապրում, բայց կար ժամանակ այդ 70 տարիները խորհրդային միության տարիները, զուստ միայն բռունցքի ուժով նրանք այդպես իրենց հանգիստ էին պահում։ Հակառակ պարագայում մենք տեսանք արդեն 88 թվականին, երբ երկիրը Գորբաչովի այսպես կոչված վերակառուցման արդյունքում պայթեց, քանդվեց, փլուզվեց 91 թվականին, արդեն անմիջապես երևաց, թե ինչպիսին է թուրքը։ Սումգայիթը հիշենք մեր պատմական գանձակը, որ իրենք անվանում են Գյանջա, հիշենք Բաքուն 90-ական թվականներ։ Սա է Թուրքի բնորոշ էական գիծը եւ այդ գծից նրանք երբեք չեն հրաժարվում։ Հայկական պետականությունը վերացնելու սկզբունքը նրանց դարավոր ծրագիրն է, անկախ նրանից ով կա իշխանության Թուրքիայում կամ Ադրբեջանում, միակ նպատակը ծրագիրը հայկական պետականության վերացումն է։ Պատահական չի 15 թվականին, երբ Թալիատն ասում էր, որ պետք է թողնել մեկ հայ, այն էլ թանգարանի նմուշի համար։ Դա չգիտեմ, հասկանա, ընկալի, արդյոք չպետք է մտածել միայն սոսկ ստամոքսի մասին։ Պետք է մտածել նաև երկրի անվտանգության մասին։ Գիտեք, ասենք, հարցեր կան, որոնք վեր են ամեն ինչից։
կոնկրետ սոցիալական մենք ունենք խնդիրներ։ Ես չեմ կարծում, որ հունիսի 7-ից հետո, երբ իշխանափոխություն տեղի ունենա, սոցիալական այդ բոլոր խնդիրները անմիջապես կլուծվեն։ Դա անհնարին է։ Ժամանակ է անհրաժեշտ քայլ առ քայլ դրան մոտենալու։ Բայց սոցիալական խնդիրը պետք է ստորադասել հայրենիքի փրկության, հայրենիքի անվտանգության խնդրից։